Դուք երբևիցե ադրբեջանական պաշտոնյայի բեյնից լսել եք, որ ասի Արցվաշենը դա հայկական հող է։ Իսկ Հայաստանում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող մարդը, ով հանդիսանում է Ադրբեջանի դեսպանը Հայաստանում, այսօր ասեց, որ Տիգրանաշենը իմիջայլոց անունը փոխելով դնելով ադրբեջանական քյարքի, ասում է դա ադրբեջանական հող է ու մնացած այսպես կոչված իրանց լեզվով ասած անկլավները, որոնք գտնվում են Տավուշում, նույնպես ադրբեջանական հող են։ Քյարքին Հայաստանի տարածք չի։ Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի։ Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստա, որի հետ մենք պետք է առնչվենք։ Այս մարդը եկել է, որ չիստա Ադրբեջանի թուրքերի շահերը առաջ տանի։ Դուք նույնիսկ չեք հասկանում, որ այս մարդը մաս Հայաստանը տալու է թուրքերին։ Էդի ամեն ինչը փաթեթավորելով խաղաղության բառի ներքո։ Այսքան վաղ ադրբեջանցի ինչ-որ պաշտոնյայի կամ նույնիսկ հասարակ քաղաքացուց լսել եք, որ իրանք ապրելով ինչ-որ բնակավարում, որը գտնվում է Ադրբեջանի մեջ, ասի էսի հայկական է։ Արա այդպես մարդ չկա, даже մի հատ բոմժ ադրբեջանցի չկա, որ այդպես բան ասի։ Իսկ Հայաստանում հենց Տիգրանաշեն ապրող բնակիչն է ասում, որ էսի ադրբեջանական հող է։ Տիգրանաշենը հայկական է, թե ադրբեջանական։ Անկլավ է ադրբեջանական։ Ես այստեղով որ գնում էի փոքր ժամանակս տրանսպորտով, այստեղ թուրքերը խաղում էին լամուկները։ Որ թվականից է Տիգրանաշենը դարձել ադրբեջանական։ Ամբողջ 70 խորհրդային տարիներին Ստալինի, Լենինի օրոք սա եղել է ադրբեջանական անկլավ։ Իսկ դրանից առաջ։ Դրան, գիտեք, Տիգրամեծի օրոք ծովից ծով Հայաստան ենք ունեցել։ Ու ամենաբարձր մագարտակով վարչապետ պաշտոնը զբաղեցնող Ադրբեջանի դեսպանն ասում, որ դա ադրբեջանական հող է։ Ոնց չասես, որ սրանք անթասիբ թերքահպատակ թուրքի ագենտներ են, այսքան բանից հետո արա։ Ու սրա աջակիցները, սրան սատարողները, ոնց եք ձեզ զգում։ Ում դուք սատարում եք ձայն տվիք, ինքը հայկական հողերը ճանաչում է ադրբեջանական։ Հիմա դուք ձեզ ոնց եք զգում։ Այդ բլոգերները, որ կան, այդ մնացած հայտնիները, դուք ձեզ ոնց եք այսքան բանից հետո զգում։ Թասիբ ունեք вообще։